Ես ուրախ եմ, որ այս նախագիծը կրկին անգամ առիթ տվեց խոսելու բոլորիս մտահոգող մի թեմայից։ Քանի որ ես պարլամենտում բավական երկար տարիներ եմ անցկացրել, դա ինձ հնարավորություն է ընձեռել պոպուլիզմը տարանջատել իրական մտահոգություններից, եւ ես այս հենց համատեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ այն գործընկերներին, որոնք իրապես մտահոգ էին, իսկ դրանք գրեթե մեծամասնություն էին։ Իրականում ես ուզում եմ շատ հարցադրումների անդրադառնալ մանրամասն, որովհետև ես ինքս ի սկզբանե նշել էի, որ այս նախագիծը կոչված չէ լուծելու բոլոր խնդիրները եւ տալու բոլոր հարցերի պատասխանները։ Եվ այս համատեքստում ուզում եմ մի քանի հարցադրումների անդրադառնալ, սկսեմ վերջից։ Սահմանադրության հետ խնդիր ես չեմ տեսնում, որովհետև եթե դուք ցիտում եք սահմանադրությունը, ապա մինչև վերջ ցիտեք։ 50-րդ հոդվածը պատշաճ վարչարարության եւ լսված լինելու իրավունքի հետ կապված, հենց սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասում բացառություն է նախատեսում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Այդ բացառությունն իրավաչափ է թե ոչ, անդրադառնալ դրան թե ոչ, մեր քաղաքացիների շահերից է բխում թե ոչ, բոլորովին այլ քննարկման թեմա է, եւ վաղը, երբ սահմանադրությունը կմտնի ուժի մեջ, մենք մաքուր հակասահմանադրական կամ հակասություն դրա հետ չենք ունենա, բոլորովին այլ հարց է, որ այդ համատեքստում թերևս քննարկենք այն օրինագծերը, որոնք լսված չլինելը այսօր օրենքով նախատեսում են, պիտի վերանայենք, թե չէ, բայց սահմանադրության հետ խնդիր չկա։ Չեմ հասկանում նաև այն իրավիճակը, երբ ասում ենք ինչու եք գովում, գովալ պետք չէ, արգելի գործընկերներ, եթե ես էլ օգտագործեմ խորհրդարանին բնորոշ բառապաշար, կստացվի հետևյալը, մենք բոլորս դեմ ենք համաներմանը, դեմ ենք նախազգուշացումներին, դեմ ենք, որ ոչ ցավ վիճակում պատժվեն, կարելի է դեմ լինել հատվածային շատ լուծումների, իրավական տեսանկյունից, Կորյուն Նահապետյանի, Հովհաննես Սահակյանի, այլ գործընկերների հետ ունեցել ենք իրականում բախումներ, բանավեճեր, տարբեր տեսակետներ, բայց գաղափարի հետ կապված կամ այստեղի լուծումների հետ կապված, շատ լուծումների հետ կապված, արդյոք իրականում այս նախագիծը արժանի չի ձեր դրական քվեարկությանը։ Կարծում եմ, որ ոչ։ Իրականում նախագիծը շատ սպասումներ է առաջացրել եւ այդ սպասումները ամենևին էլ մտածածին կամ, գիտեք, այսպես օդում չեն ծնվել։ Ես փաստերի հետ եմ սիրում առնչվել եւ ոչ թե տարատեսակ տեղերում թևածող լուրերի։ Դրա համար փաստերով արձանագրեմ, արձանագրումներ անեմ, որովհետեւ իմ գործընկերները հնչեցրեցին։ Ուրեմն հետևյալի հետ կապված ես խմբավորել եմ այն հարցերը, որոնք շատերի ելույթներում հնչեցին եւ իրապես անհրաժեշտ եմ համարում դրանց անդրադարձ կատարել։ Կանգառի հետ կապված, արգելի գործընկերներ, ձեր բարձրացրած հարցադրումները, եթե հաշմանդամներ են եւ այլն, սրա հետ կապված հատուկ կարգավորումներ կան եւ այստեղ ընդհանրապես այդ 1 րոպե ժամանակահատվածը չի գործում։ Եթե կոնկրետ տեսախցիկը ֆիքսում է, որ 1 րոպե թեկուզ 5 վայրկյան, բայց իրականում ուղղակի խնդրին է ծառայում, հենց դրա համար ենք նախազգուշացման ինստիտուտը այս խախտման հետ կապված նախատեսել։ Բնականաբար սա հնարավորություն կտա ուղղակի դա չֆիքսելու, որտեվ եթե դժվարությամբ օրինակ տատիկ է մեծահասակ իջավ մեքենայից մի կերպ դուռը ծածկեց, դա 5 վայրկյան ավել տվեց, որևէ մեկը չի տուգանելու։ Սա առաջին խնդիրը։ Երկրորդ, ես կողմնակից եմ ոչ թափ վիճակի հետ կապված խստացմանը իրականում Տիկին Զոհրաբյան։ Ես կարծում եմ պարզապես քանի որ մենք քայլ կատարեցինք, մենք որոշակի ժամանակահատված անց պիտի այս խնդրին անդրադառնանք եւ մի հատ նորից վիճակագրությունը ուսումնասիրենք եւ խստացման գնանք այն ինչի մասին խոսեց նաեւ պարոն Կորյուն Նահապետյանը, համակարգային լուծումների։ Ես համամիտ եմ, որ արտահերթ ռեժիմով ավելի արագ քննարկման հնարավորություն է այստեղ եւ դժվար է շատ հարցեր մանրակրկիտ քննարկել։ Բնականաբար, բայց մենք արել ենք առավելագույնը իրականում նաեւ ուրեմն կոնկրետ կապված հանձնաժողովային քննարկման հետ կապված, բայց այս պարագայում խորհրդարանական քննարկումների ավելի որակը, ես չեմ բացառում, որ դրանք որակյալ կլինեին, այդ որակը ստորադասել ենք իրականում այս պահին են խնդիրներին, որոնք քաղաքացիներն ունեն եւ այդ խնդիրներին իրանք սպասում են։ Թեկուզ նույն միայն համաներման հետ կապված հարգելի գործընկերներ, թե չէ ձեր որևէ մեկի փաստարկը այս առումով ես բացարձակ չեմ համարում, այսպես ասենք, անհիմն, Ուրեմն պարոն Նահապետյանի հետ կապված երբ անդրադարձավ,
վարչական տույժի տեսակ չենք նախատեսել, պարոն Նահապետյան, գոնե այս պահին նախազգուշացումը, որովհետև դա կնշանակեր ապա վարչականացում։ Այս խնդրին մենք մտադիր ենք անդրադառնալ, կամ ինչպես դուք եք համակարգային խնդիր բարձրացնում ճանապարհային երթևեկության օրենսգրքի հետ կապված կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, որը այսպես թե այնպես խորհրդարանում քննարկման առարկա դառնալու է։ Յուրօրինակ մոտեցում չենք ամրագրել իրականում, այլ ամրագրել ենք այն մոտեցումը, որը այս պահին մեր առջև դրված խնդիրները հնարավորություն կտար լուծելու։ Ես վիճակագրություն կցանկանայի մի փոքր ներկայացնել։ Իրականում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր զոհերի թվի հետ կապված արագաչափերի նպատակահարմարության խնդիրը, որը այստեղ բարձրաձայնվեց, ուզում եմ անդրադառնալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զոհերի թվի հետ կապված երկու հիմնական ուրեմն չափանիշ է առաջ քաշում։ Առաջին արագաչափերի խնդիրը զոհերի թվի աճի հետ կապված արագությունը, որը փաստացի ցույց է տալիս, որ այսպես թե այնպես արագաչափերի տեղադրման վայրերում, եթե անգամ գիտեն որտեղ են տեղադրված, նվազեցնում են արագությունը, եւ երկրորդ ամրագոտիները։ Օրինակ, համադրելիության սկզբունքով, 2011 թվականին 327 զոհ է եղել, 2014-ին 297 նվազում կա այստեղ եւս։ Ինչ վերաբերում է 25% հնչեցված թվաբանությանը, ես իմ թվերը կառուցում էի տոկոսային հարաբերությամբ 2011-15 թվականների սալդոյի վրա, բայց օրինակ 2013-14 թվականին ընդամենը ավտոմեքենաների 10% աճ է գրանցվել։ Այսինքն այս թվականակը տարբեր տարիների համադրելիությամբ, ամիսների համադրելիությամբ եւ մի շարք այլ իրականում խնդիրներ կան, որ կարող է նաեւ այն թիվը, որ դուք եք բարձրաձայնում, իրականում լինի։ Ես չեմ բացառում դա, Ուրեմն հաջորդ խնդրի հետ կապված, հաջորդ խնդիրը 70%-ի հետ կապված, ես սա ուզում եմ անպայմանորեն բարձրաձայնել, որովհետև տարբեր տեղեր եւ տարբեր խաչմերուկներում ուսումնասիրություն է կատարվել, որ հարց է բարձրանում, թե երկրի նախագահի կողմից բարձրացված հարցադրումը, ուրեմն որտեղից է այդ թվաբանությունը։ Եվ ուրեմն օրինակ 2012 թվականի հունվարի 16-ին գործող արագաչափերի սարքերի գործարկման առաջին 15 օրերի ընթացքում կոնկրետ խաչմերուկներ կան, կարող եմ տրամադրել, տեսնեք։ Ուրեմն միջին վիճակագրական տվյալ է 70%-ը, ուրեմն 15 օրերի ընթացքում հայտնաբերվել է համապատասխանաբար երկու խաչմերուկի մասին եմ խոսում, 1198 եւ 1254 իրավախախտումներ, մինչեւ տարեվերջ պարբերաբար թվերը նվազել են եւ 2012-ի դեկտեմբեր ամսին կազմել 301 եւ 369։ Խոսքը վերաբերել է գրանցումների նվազմանը, 70% միջինում, ավելի բարձր տոկոսներ էլ կան։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, կամ սովորում են, կամ ավելի կարգապահ են վարում, կամ սովորում են տեղերը ուղղակի արագաչափերի։ Մի կարևոր տվյալ եւս կցանկանայի հնչեցնել իրականում, որ քիչ առաջ տրամադրվեց, մոտավորապես 77%-ը մեր բնակչության, 77.6%-ը տարեկան ունի 1-ից 5 խախտում։ Ընդամենը 50 եւ ավելի խախտումներ, միջինում 22%, 5-ից մինչեւ 50։ Եվ 51-ից բարձր խախտումներից սա նշանակում է անընդհատ ու պարբերաբար խախտել եւ կոնկրետ կատեգորիաներ, որոնք նշվեցին ելույթներում, սրանք 0.8%-ն են կազմում։ Եվ սա փաստացի նշանակում է, որ այդ շատ խախտումներ անընդհատ որ խոսում ենք, մենք գործ ունենք իրականում մի կատեգորիայի հետ, որը անընդհատ ռեցիդիվի արդյունքում է առաջանում փաստացի։ Մեր երթևեկությունը, մեր քաղաքը պատրաստ է այդ երթևեկությանը, թե ոչ, կարծում եմ ամբողջությամբ ոչ։ Եվ սա է պատճառը, որ իրականում հանրապետության նախագահի հանձնարարականի վրա երկու խմբեր են աշխատում։ Առաջինը ճանապարհային ոստիկանությունում, երկրորդը արդարադատության նախարարությունում իրավական տեսանկյունից այդ խմբի ուրեմն աշխատանքի արդյունքներ այս նախագիծը, բայց միևնույն ժամանակ բնականաբար մյուս խումբը աշխատում է հատկապես այն ուղղություններով, որոնք իրավական լուծումների հետ կապ չունեն։ Եվ հենց դրա համար է, որ ուզում եմ առիթն օգտագործել եւ ասել, այն խնդիրները տեխնիկական, որոնք վերաբերում էին կրկնակի գանձումներին, իրականում այլևս գոյություն չեն ունենա, որովհետեւ տեխնիկական համակարգերում բոլոր շտկումները կատարված են։ Իրականում ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ կապված լուսացույցերի, տարբեր տեսակի արագաչափերի, ինչպես շատերը որակեցին թակարդների հետ կապված այդ խնդիրը հիմա ուսումնասիրության առարկա է եւ դուք յուրաքանչյուրը ձեր վրա վստահաբար օր առ օր, շաբաթ առ շաբաթ զգալու եք այդ փոփոխությունները։ Հաջորդ խնդիրը, որ ցանկանում եմ անդրադառնալ, իրականում հետեւյալն է՝ մքեցված ապակիների հետ կապված, որ հնչեց
Հարգելի գործընկերներ, դրա համար տուգանքը թեև իջեցրել ենք, բայց տուգանքը լուծման միակ եղանակը չենք թողել, որովհետև այո, տարիների ընթացքում եղել են մքեցված ապակիներ եւ հիմա միանգամից բռնել եւ բոլորին տուգանել, դա էլ ճիշտ մոտեցում չի։ Դրա համար ենք հնարավորություն տալիս այդ մարդկանց տեղում վերացնելուց մինչև 24 ժամ, որպեսզի որևէ լուծում առաջարկի։ Վարորդական վկայականի հետ կապված պարոն Թևան Պողոսյանն էր հարց բարձրացնում, այսօր էլ երբ որ վարորդական վկայականը մոտը չի, այսպես թե այնպես տուգանային հրապարակ են տանում։ Մեր խնդիրն այլ է, մենք չենք ուզում տուգանել նրան։ Մեր խնդիրն այլ է, բեր վարորդական վկայական, տեսպես թե այնպես տուգանային հրապարակից պիտի վերցնեիր, բայց եթե բերեցիր 24 ժամվա ընթացքում մինչև այդ դեպքում չես տուգանվի։ 24 ժամը հաշվարկված է, երթևեկության գոտիները եւ ժամանակահատվածը հաշվի առնելով մի մարզից մյուս մարզը ընդհանուր մինչև նաեւ արդեն վարչարարությամբ հնարավորություն են կընձեռելու նաեւ եթե այստեղ է անգամ եղել կամ վարորդական վկայականը իր բնակավայրում է, մեղրիում է օրինակ, հա, այդ մարդը մոռացել է այնտեղ ներկայացնի եւ այդ խնդիրը լուծի։ Հարգելի գործընկերներ, երկար կարող եմ իրականում խոսել նախագծի եւ դրա վերաբերյալ կարծիքների մասին։ Շնորհակալ եմ բոլորիցդ շահագրգիռ քննարկման համար։ Ես կարծում եմ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, երբ որ մենք ուզում եմ այսպես մտքից եկավ հա Դերենիկ Դեմիրճյանի խոսքերը, որ հայ չափը չափազանցն է։ Ուզում եմ չափազանցությունը մեր քննադատության մեջ այդքան շատ չլինի, թեև եթե չափազանց ենք քննադատության մեջ, ապա գովեստի խոսքերում եւս լինենք, գովեստի խոսքերը խնդրում եմ նկատի ունենալ նախագծով առաջարկվող լուծումների հետ կապված։ Հարգելի գործընկերներ, լավին լավ, վատին վատ։ Նախագիծը իրականում լավ լուծումներ առաջարկում է, սա իմ համոզմունքն է պարզապես որպես երկրի քաղաքացի։ Որպես կառավարության ներկայացուցիչ, եթե այստեղ եմ կանգնած, նշանակում է որպես այդ դիրքում, այդ պաշտոնում եւս ունեմ իմ դիրքորոշումը։ Բայց ես ուղղակի հորդորում եմ ձեզ քվեարկության ժամանակ նկատի ունենալ, որ այս լուծումները շատ խնդիրների պատասխան տալիս են, բայց բոլորի ցավին դարման չեն լինելու։ Մինչև այն ժամանակ, երբ որ մենք բոլորս միասին կնստենք ու կքննարկենք իրականում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը եւ ինչու ոչ ճանապարհային երթևեկության անվտանգության օրենսգիրքը կդառնային իրականություն, թե ոչ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։